Պոպուլյացիան ընտանիքի պարզագույն կառուցվածքն է, էվոլյուցիայի պարզագույն կառուցվածքն է, տեսակի պարզագույն կառուցվածքն է, ցեղի պարզագույն կառուցվածքն է, ուշադիր։ Ապրեք, գնացիք առաջ, հաջորդ հարցը ուշադիր, պոպուլյացիան բնութագրող հատկություններն են, վարքանակը և խտությունը, տարիքային և սեռային կառուցվածքը, հետերոզիգոտությունը, վարկված բոլոր պատասխանները ճիշտ են։ Ուշադիր։ Ապրեք, մեծամասնությունը ճիշտ է պատասխանել։ Հաջորդ հարց, 88% ճիշտ է պատասխանել։ Որն է էվոլյուցիոն գործընթացի տարրական միավորը։ Առանձնյակը, պոպուլյացիան, մուտացիան, տեսակը։ Հաջորդ հարցը։ Տեսակի մասին որ պնդումն է սխալ, շատ սխալ պնդում եք գտնելու, կենսաբանական դասակարգման հիմնական միավորն է, գոյություն ունի պոպուլյացիաների ձևով, էվոլյուցիայի տարրական միավորն է, վարք կենսաբանական համակարգ է։ Ապրեք, հաջորդ հարց գնացինք, վերջում կքննարկենք սխալները։ Միևնույն տեսակի առանձնյակների խումբը, որոնք հարաբերականորեն մեկուսացած են, մեղուց սերունդ են տալիս, կոչվում են էնդեմիկներ, տեսակ, կոսմոպոլիկ տեսակներ, պոպուլյացիա։ Հաջորդ հարցը տվյալ տարածքային կամ զավակային միավորում եղած առանձնյակների թիվը կամ կենսազանգվածը կոչվում է պոպուլյացիայի խտություն, պոպուլյացիայի թվականակ, պոպուլյացիայի գրաված տարածք, տարիքային և սեռային կազմ։ Գնացինք հաջորդ հարց, որը տեսակի չափանիշ չէ, ձևաբանական, ֆիզիոլոգիական, տարիքային կազմ, էկոլոգիական։ Գնացինք հաջորդ հարցին, որ օրգանիզմները պոպուլյացիայի կազմի մեջ չեն մտնում, տարբեր տարիքային փոխերը, տարբեր սեռերի, տարբեր տեսակների և նույն տեսակի պատկանով։ Ով էր ձեր կարողացած մաղթում եք երեխաներ։ Ուշադիր։ Առաջատար է, գնացինք առաջ, նշված մտումներից որն է ճիշտ պոպուլյացիայի վերաբերյալ, ցանկացած պոպուլյացիա առաջացնում է նոր տեսակ, տվյալ տեսակի պոպուլյացիան միայն երկուսն են առաջանում,
Հաջորդ հարցը 55% է ճիշտ պատասխանել, քննարկենք վերջում այս հարցերը, որ պոպուլյացիաներն են առավել փոքր գենետիկական բազմազանությամբ, պարթենոգենեզներով բազմացող ժայռային ուղեստերի, նույն էջակում բնակվող որտեղի, հիմնականում վեգետատիվ ճանապարհով բազմացող բույսերի, միջատներով փոշոտվող բույսերի։ Որ մտնում է սխալ պոպուլյացիայի վերաբերյալ։ Պոպուլյացիայի առաջնորդների միջև առավել տարածված է մրցակցությունը և փոխօգտակար հարաբերությունները։ Սուր մրցակցության դեպքում գոյություն ունի պոպուլյացիայի առաջնորդների հավասարաչափ պոպուլյացիական բազմազանություն բարձր մակարդակը ինք է ստեղծում բնական ընտրության համար։ Գնացինք, հաջորդ հարց, այս ամենաքիչ է հարցին եք պատասխանելը, քննարկենք, որ պոպուլյացիաների առանձնյակների թվաքանակն է առավել քիչ ենթակա սեզոնային և տարեկան փոփոխությունների ուշադիր վիճակների, կրծողների, կյանքի փոքր տեղողություն ունեցողների, խոշոր կենդանիների։ Որ ցուցանիշների հարաբերությամբ է հիմնականում որոշվում կենդանիների պոպուլյացիաների թվաքանակի ծնելիության և սնվով պայմանավորված ծնելիության և մահացության և արտագաղթի ծնելիության և պոպուլյացիաների կողմից զբաղեցրած տարածքի։ Հաջորդ հարց, գնացինք։ Թե պոպուլյացիաներում հանդիսանում համակցական փոփոխականության աղբյուր, մրցակցությունը, մուտացիան, խաչասերումը, շարժական բնական ընտրությունը։ Գնացինք առաջ, ուշադիր, որ պոպուլյացիաների դրսևորում է գերի թվաքանակի գերակայություն, ծովային ընկալումների, չղջիկների, կռունգների, Նոր Զելանդիայի դեղնաշար հեղափների։ Պատասխանել միասին վերջում կքննարկենք հարցերը, ինչ է պոպուլյացիան, նույն տեսակի առանձնյակների համախմբող երկար կանգնած զբաղեցրել որոշակի տարածք, հարաբերաբանորը մեկուսացած է ունեցել հականգենոֆոն ուշադիր, կրկնող տեսակների առանձնյակների ցանկացած համախմբում, որոնք ժամանակ բնակվել են նույն տարածքներից մեկուսացված, տարբեր տեսակների առանձնյակների համախմբում ազատ խաչասերում զբաղեցնում է որոշակի տարածք, մի տեսակի կլոր առանձնյակների համախմբում։ Հաջորդ հարցին անցնենք, որ պոպուլյացիաներում է դիտվում առումների թվաքանակի գերակայություն, շատի մենք այսօր ուսումնասիրել ենք դաշտերի վար, ծովային գաղտներ, չղջիկներ, կռունգներ, թեթևաններ, նշիկ ու բարձրացնել միասին։
տեսնենք ցուցանիշը։ Ապրեք շատ։ Տեսնենք, որ հարցնեք ավելի շատ սխալվել, այստեղ տեսնում ենք 9-րդ հարցի մեծամասնությունը սխալ են պատասխանել, այժմ կքննարկենք այդ հարցերը և ավելի քիչ պատասխանել եք 10-րդ հարցին, ավելի լավ պատասխանել եք 3-րդ և 5-րդ հարցերին։ Հիմա միասին քննարկենք այդ հարցերը։